Պարոն Սարգսյան, Նիկոլ Փաշինյանը երկու օրը մեկ տեղեկացնում է, որ կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում տեղի ունեցող պատարագին։ Մայրաթորը սա համարում է անընդունելի, դուք ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք մտահոգություններ չի առաջացնում ձեզ մոտ, որ կարգալույց հռչակված հոգեվորականի մոտ եք գնում պատարագի։ Կարծում եմ այդ հարցի շուրջ բոլոր պատասխանները տրվել են եւ պարոն Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հստակ պատասխանել է, թե ինչու է մասնակցում եւ եթե կանոնակարգը գործում է քահանայի դեպքում, ապա նույն կանոնակարգը պետք է գործի սրբազանների եւ կաթողիկոսի դեպքում։ Պարզապես այս դեպքում կանոնակարգ ինչ կանոնակարգ գործելու մասն է խոսքը, երբ որ չկա որոշում, չկա ապացույցներ, բայց Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի դեպքում կա գործող հոգևոր խորհրդի որոշում։ Ըստ տարբեր հոգևորականների այդ որոշումը կայացվել է ապօրինի։ Եվ հետեւաբար կարող ենք ասել, որ Տեր Արամը կարգալույց եղած չի եւ իր մատուցած պատարագը ընդունելի է։ Դուք Վայոց ձորից հասել էիք Արագածոտնի մարզ։ Դուք Վայոց ձորից ընտրված չեք։ Ինչպես գիտեք, ընտրված հիմա ցուցակով են ընտրվում, ես Երևանում եմ բնակվում։ Արտագաղթել եք Վայոց ձորից, տեղափոխվել եք Երևան, ճիշտ հասկացա։ Ես Վայոց ձորում չեմ բնակվել։ Երևանում ծնվել, Երևանում մեծացել։ Ինչ եք Վայոց ձորի մարզպետ։ Վայոց ձորի մարզպետ նշանակվել եմ, աշխատել եմ Վայոց ձորի մարզպետ։ Ես ծագումով Վայոց ձորից եմ։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք, որ ամեն ինչ ճիշտ է իշխանությունը անում, բայց տեսեք, Մայրաթորը կարգալույծ է արել քահանային։ Արարողության այդ պատարագի ասպետչակցավոր ասած դրա ժամանակ դպիր է մասնակցել, որը այսօր բացահայտվել է, որ կեղծ է եղել այդ դպիրը եւ ավելին այդ դպիրը լուսանկարներից երևում է, որ օրերս ԿՊԱ-կանների հետ ֆուտբոլ է խաղացել եւ երիտասարդական կառույցի վերնաշապիկն է գրել։ Այսինքն, այսինքն, եթե այս ամեն ինչը դուք կեղծ եք որակում, ինչպես է ստացվում, ԿՊԱ-կանները դպիր են դառնում, ձեզ հետ ֆուտբոլ են խաղում։ Դպիրը ո՞րն է կներեք։ Ինչով եք ենթադրում, որ դպիր է։ Այդպիսի տեղեկություն է տարածվում։ Ճիշտ ասած, ես չեմ իմանում, տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակով է մասնակցել եկեղեցական արարողությանը, բայց մամուլից տեսա, որ մեր երիտասարդական թևի անդամներից է եղել, կարող ենք ճշտել ինչ։ Կարող ենք ճշտել ինչ կարգավիճակով է մասնակցել, ես տեղյակ չեմ իր կարգավիճակի մասին, որովհետև Ուրեմն որպես երկով մասնակցել։ Եկեղեցով եկեղեցական համազգեստով։ Դուք ասեցիք, հարց տվեցիք, ես պատասխանում եմ, որ տեղյակ չեմ ինքը այդ ֆուտբոլ խաղալու օրն եմ հանդիպել։ Պարոն Սարգսյան, այս շարունակական բացահայտումների ֆոնին անընդհատ տարբեր եկեղեցականների շուրջ տեղի ունեցող այս միջադեպերը ինչ պիտի լինի, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանա Վեհարանից։ Բարդ հարց եք տալիս, կարծում եմ պետք է Աստծո ձայնը լսի երևի եւ հասկանա, որ պետքա իր զավակին, որը եթե ունի եւ որը չի հերքում ամենայն դեպս, գնա հայրություն անի։ Եվ պարոն Սարգսյան, կներեք, ԿՊ-ում շատ են, հա, մարդիկ, ովքեր այդ հոգեվոր այդ ծառայությունները մատուցում են, օրինակ, պարզվեց, որ երիտասարդական կառույցից մեկը եկեք հասկանանք հոգեվոր ծառայություն մատուցելը որն է, եթե երգչախմբում երգելն է Եկեղեցական երգչախմբից է հստակեցնենք էլի։ Ես հարցը տվեցիք, ասեցի տեղյակ չեմ, որպես ինչ եմ մասնակցել։ Ես այլ հարց կամ ԿՊ-ում մարդիկ, օրինակ, մի օր կտեսնենք պատարագ են մատուցում կամ պսակադրություն են անում, մկրտություն են անում, թաղման կարգ են անցկացնում։ Չէ, մեր ներողություն կան անձինք, որ համ Ես չեմ ճանաչում նման անձ, կարծում եմ, որպես քահանագործող կուսակցության անդամ, ինչքանով ես տեղյակ եմ, չունենք։ Իսկ ձեր պատկերացրած եկեղեցու սպասավորը դաջվածքով պիտի լինի։ Եկեք ճիշտ հասկանանք, թե ինչ է որպես սպասավորը պիտի լինի դաջվածքով։ Ես դաջվածք չեմ արել, չեմ ընդունում։ Նորից եմ պատասխանում, ես դաջվածք չունեմ, անգամ չգիտեմ ինչ դաջվածքի մասին է խոսքը։ Այդ ամեն անձի իրավունքն է, ոնց որ մարդկանց տուն մտնելու իրավունք չկա, այդ նույն ձև էլ այդ մարդու անձնական
տիրույթ մտնելու իրավունք չկա։ Պարոն Սարգսյան, Ներողություն, իսկ Եկեղեցին շատ ավելի բանի է դեմ եւ այն բովանդակության ամբողջ բովանդակությանը հակասում է եկեղեցուն, բայց մենք ասում ենք, որ մարդու անձնական տիրույթ մտնելու իրավունք չկա։ Հովիկ Աղազարյանի անձնական կյանքը փռել եք այս Պարոն Աղազարյանը կարծում եմ ինքն է իր կյանքը փռել այդ սեղաններին։ քպականները այլ եկեղեցիներ այցելում են, թե միայն Քպականները խնդրելի։ Այցելում են բոլոր եկեղեցիները, ինչպես նաև Էջմիածնի Մայր տաճար։ մասնակցում եք պատարակների։ Պարբերաբար փորձում եմ մասնակցել։ Որոնց Նիկոլ Փաշինյանն է հրավիրում։ Ոչ միայն։ Ինչևէ Հովանավանկի Կիրակնորիա պատարակը երբ էիք պատարակ։ Հովանավանքում չեմ մասնակցել պատարակ։ Ո՞նց չեք մասնակցել, ես ձեզ նկարել եմ։ Չէ, մինչև այդ չեմ Չէ, մասնակցել։ ասում եմ ինչ այդ, ինչ Կիրակի օրը Հարցրեցիք, ասում եմ չեմ մասնակցել մինչ այդ։ անգամ բացի Հովանավանկից երբ եք Հա, պարբերաբար փորձում եմ մասնակցել։ Տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում եմ, եւ վերջի անգամ եղել է Զատիկի մատուցած պատարակ։ Պարոն Սարգսյան, ստացվում է, որ իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է որոշում եկեղեցու կանոնները։ Կարգալույծին, ասում է կարգալույծ չի, ասենք դեպիրին կարող է որոշի, որ դեպիր չի ԿՊ կառույցի երիտասարդական թեմի անդամ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է սկսել եկեղեցում որոշել ով է հոգևորականը, ով ոչ։ Դպիրը կարող է լինել կուսակցական, թե ոչ։ ինչ Ես բան։ չգիտեմ, ես հարցնում եմ։ Ես էլ եմ ձեզ հարցնում։ Կարող է ձեզ։ Ըստ սահմանադրության կարող է։ Մեր գործող սահմանադրության կարող է։ Որ հոդվածով, պարոն Սարգսյան։ Այն որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կամքով անդամակցել տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների։ Եկեղեցու օրենքները Նիկոլ Փաշինյանն է սկսել մշակել։ Չի մշակել, ուղղակի պարզաբանում է, թե ինչ է գրված այնտեղ եւ որ կետերն է դավաճանվում եկեղեցու կողմից, կաթողիկոսի կողմից, սրբազանների կողմից եւ որպես հավատավոր ժողովուրդ, կարծում եմ պետք է մենք ինքներս հասկանանք, որ եթե կա խնդիր, ապա խնդրի մասին պետք է խոսել, բարձրաբանել եւ եթե կյանքի խախտում կա, ապա այդ մարդիկ իրավունք չունեն պաշտոնավարել։ Մեկնելու գործը Աստվածաշնչի եւ կանոնակարգի Նիկոլ Փաշինյանն է։ Նայեք, հասկացեք, եթե իշխանության մասին չի խոսքը այստեղ, եթե եկեղեցական վերնախավը ինքը իրանցով հավաքվել ու խախտում են գրեթե բոլոր կանոնները, որը որ գրված է դարեր շարունակ, ապա ինչ որ միտեղից պետք է իրանց հասկացնել, չէ՞ որ չի կարելի խախտել այդ կանոնները։ Ով պետք է անի։ Այն որ կաթողիկոսը չի կարող ընտանիք ունենալ։ Կարծում եմ դա 6 ամիս առաջ։ ծրագիրը չեք իրականացրել, բայց հրաժարական չեք։ Մեզ հաջորդ ընտրություններին ժողովուրդը կգնահատի։ Հաջորդ ընտրություններին էլ Առաջիկա ընտրություններին այդ արդեն ժողովուրդը կգնահատի ինչքանով է իրականացվել, քանի տոկոսն է իրականացվել եւ արդյոք բավարարում է ժողովրդին այս կառավարության, պարլամենտի աշխատանքը։ Իսկ ձեր իշխանությունում բոլորը սրբեր են, չեն դավաճանում իրենց ընտանիքներում, որովհետեւ հայ առաքելական եկեղեցու հետևորդները պիտի նաեւ իրենց տված երթմանը, չէ, նաեւ աստվածաշնչյան պատվիրաններին հավատալի։ Ես հավատարիմ եմ տված երթմանը եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր անձի, իր անձնական կյանքի համար։ Ես նայեք, հասկացեք, այդ կառույցում եկեղեցին, հիմա դուք ասում եք ոչինչ, եկեղեցին կաթողիկոսա թող երեխա ունենա։ Չենք ասում այդպես։ Ձեր հարցը դա է դուրս գալիս։ Ես ասում եմ, դուք հարց տվեցիք ինձ, ես ասեցի։ Ես հավատարիմ եմ իմ երթմանը եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ փորձում եմ չխախտել որևէ կասպիրան։ Եւ այլն, դրանք բոլորը պահում եք։ Իհարկե։